Համեցեք, պարոն Գրիգոր։ Մի շատ հետաքրքիր բան կա, կարող է նույնիսկ հիմա տարօրինակ թվա, բայց շուտով շատ ռեալ է լինելու, այս համակարգում հիմա այս տրամաբանությունն է կառուցված, որ վաղը մյուս օրը առողջ ապրելակերպ վարող մարդը միավորը հավաքելու, այդ միավորները օգտագործի որպես կարող է բարեկամին կամ ծնողին փոխանցելու հնարավորություն եւ արժեք։ Այսինքն գրոհել պետք չի։ Եթե չգրոհենք, այդ գրոհելուն զուգահեռ բալանսում կա նաև միավորների կուտակման տրամաբանություն, այդ պատմությունը միևնույնն է, մի օր օգտագործվելու է։ Եվ մենք կարծում ենք, որ դա ամենալուրջ խթանն է լինելու, որպեսզի համակարգը բալանսավորված աշխատի։ Ու մենք այդտեղ ուրիշ գաղտնի դավադրություններ էլ ունենք մենք պահացել, շատ էլ որ չենք ասում։ Հետո հետագայում պարզվելու է ով է ծխում, ով չի ծխում, ով է առողջ ապրելակերպով զբաղվում, ով է առողջ, որովհետև հա, մենք պետքա գրոհենք առողջ ապրելակերպ, պետք է մարզասրահները գրոհենք, պետք է քայլուղիները, վազքուղիները, հեծանվուղիները եւ ընդհանրապես պետքա մեր գրոհները այդ ուղղությամբ լինեն, որովհետև մենք ընդհանուր առմամբ խնդրեմ ունենք եւ դա շատ կարեւոր բան է։ Իմիջայլոց հազիվ առիթ է, քանի որ հասանք ծխելուն եւ բանին, ծխելուն եւ անառողջ այլ գործելա բաներին, գործելա կարգերին, ես ուզում եմ մի sense դիտարկում անեմ, ինքս իմ փորձից ելնելով, որ մարդ, որը բավական երկար ծխել է, ընդհանուր առմամբ գիտեք հետեւյալը կա, ծխող եւ ալկոհոլ օգտագործող մարդը ո՞նց է մտածում։ Ասենք նորմալ է, չէ՞, դե ասենք առնվազն ծխելը, հա, բայց հիմա նոր տարի է գալիս եւ այլն։ Մտածում է հետեւյալ կերպ, ասում է ծխելը հաճույք է, ալկոհոլ օգտագործելը հաճույք է եւ հետեւաբար ես ինչի պետք է ինքս ինձ այդ հաճույքից զրկեմ։ Իսկ իրականության մեջ հաճույք է չծխելը եւ ալկոհոլ չօգտագործելը։ Եվ երբ որ մարդը հասնում է այդ կետին, ինքը հակառակ ասում է չծխելը հաճույք է, ալկոհոլ չօգտագործելը հաճույք է, ինչի պետք է ես ինձ այդ հաճույքից զրկեմ։ Հետևաբար այստեղ շատ կարևոր է ընդհանրապես ցանկացած բանի համար հայեցակարգը, նարատիվը, տեքստը, որը դրած է այդ գործողության տակ, շատ կարևոր է։ Գործողությունը չի փոխվում այնքան ժամանակ, մինչև տակի տեքստը, այսինքն soft-ը, ծրագիրը չի փոխվում։ Եվ հետևաբար, այո, ձեր նշածը, որ մենք նաև առողջ ապրելակերպը ոչ թե պետք է ինքը նաև դառնա շահավետ, որը պետք է արտահայտված լինի կոնկրետ բոնուսներով, կոնկրետ հնարավորություններով եւ այլն եւ այդպես շարունակ, որովհետեւ մենք հիմա ասենք 200 միլիարդ ենք ծախսում, 200 միլիարդ ծախսում ենք առողջության ապահովագրության համակարգի վրա, այդ ծախսը ավելանալու է, դառնալու է 250 միլիարդ, 300 միլիարդ եւ այլն, մինչեւ գա հասնի մի բալանսի կետի, բայց ուրիշ խնդիր կա, այդ բալանսի կետին հասնելուց մենք պետք է մտածենք հետեւյալը. Ինչի մենք, եթե մենք 50 միլիարդ լրացուցիչ դրամ պետքա ծախսենք, որպեսզի մարդուն բուժենք, մենք գուցե 50 միլիարդ կամ 40 միլիարդ կամ 10 միլիարդ ուղղենք նրա, որ մարդը չհիվանդանա։ Փորձենք այդ տեքստերը, բանաձևերը, առողջ ապրելակերպ եւ այլն, դարձնենք ցույց տանք մարդուն, որ դա ավելի հաճելի է, քան թե այն ինչ որ մեզ թվում է, թե իրականում կյանքի հաճույքը է դա։ Այսինքն ծխելը կյանքի հաճույք է։ Բայց ես ասում եմ, երբ մարդ, որը ծխել է, ընդ որում տենց շատ է ծխել։ Ես ասում եմ, դա հարգելինես, դա բացարձակապես այդպես չի։ Եվ հետեւաբար ընդ որում մենք էլ պետք է տեղից էլ պետք, որ մենք հիմա պետք է ինչ-որ մի հատ սենց բան կա, լծակ կա, այդ լծակը քաշենք եւ այդ հարցը պետք է լուծվի։ Տենց էլ չի լինում։ Մենք շարունակաբար հետեւողական պետք է խոսենք, պետք է համակարգեր ստեղծենք, պետք է հիմա նույն առողջ ապրելակերպ ենք ասում, հա։ Մարզի բնակիչը առողջ ապրելակերպի ենթակառուցվածքի նույն հասանելիությունը չունի։ Եվ այդ է պատճառը, որ մենք բան ենք անում, որ մենք այդ մարզական կենտրոնների նախագիծն ենք անում, որպեսզի բոլոր տեղերում այդ հասանելիությունը լինի։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։